խորհրդարանը կարծեք մի զգալի տարբերվող երևույթ է այսօր Հայաստանում, թե քաղաքական, ես կասեի նաև թե քաղաքացիական բուրըն շարժումների կյանքում, թե իր գործելու տրամաբանությամբ, թե իր ձևով, եթե կուզեք նաև անձերով, որ այդ խորհրդարանը ներկայացնում է, եւ նույնիսկ այս պահի համար մի քիչ կարծեք թե հանկարծակի իր հեռահար նպատակներով եւ խնդիրներով։ Մեծ հաշվով այս ոչ այնքան հարուստ դեռևս պատմություն ունեցող երրորդ հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում իսկապես բոլորովին մի թարմ շունչ է, որը եւ իմ կարծիքով էլ շատ գործնական լուծումներ է առաջարկում մեր ցանկացած քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակչի համար։ Հիմա հաճախ են հնչում, թե հիմնադիր խորհրդարանը քաղաքական բան չի եւ նրա ղեկավարները Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական անձ չի։ Պետք է ուղղակի հարցնել մարդկանց, ինչ բան է քաղաքական մարդը։ Ցանկացած մեկը, որը գործնական ռեալ եւ անհրաժեշտ խնդիրներին պատասխանող քայլերով եւ դրանից հնարավոր հետեւություններով առաջարկ եւ գործողություն անում, սա արդեն քաղաքականություն է։ Ես կարծում եմ, որ այս պահին հիմնադիր խորհրդարանը թե իր գործունեության ձևով, թե իր առաջադրած խնդիրներով այն եւ քաղաքական, եւ քաղաքացիական, եւ ես կասեի նաեւ հասարակական իր ընդգրկումներով, իր դիապազոնով, իր ծավալներով այն շարժումն է, չի անվանի այն կազմակերպություն, խումբկանվանի այն շարժումն է, որը առավել օբյեկտիվորեն է գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ առաջարկում է իր պատասխանները եւ այդ պատասխանների իրացման եւ իրականացման իր մեխանիզմները քննարկել, քննադատել, վիճարկել, ընդհանրապես բանավիճել դրանց շուրջ, անշուշտ ոչ միայն կարելի է, նույնիսկ պետք է ցանկացած միտքը, ցանկացած գաղափարը մաքրվում, անաղարտացվում, վերջնատեսքի է գալիս բանական քննարկումների ընթացքում, բայց մերժել եւ այսպես արմատական երբեմն մերժել նույնիսկ մեր շատ բան տեսած հասարակության համար իշխանությունների այս բացառիկ մերժողական կեցվածքը տարօրինակ է։ Հայտարարությունը, որը նշանակում է, որ ամենայն պատրաստակամությամբ, պատասխանատվությամբ, սիրով, ցանկությամբ եւ մղումով հիմնադիր խորհրդարանը պիտի ցեղասպանության հիշատակի գործողություններին իր մասնակցություն ունենա, որից հետո անմիջապես առաջարկում է հանրային ընդվզման ալիքը բարձրաձայնել հրապարակային։ Այև ինքը առաջնորդում է այդ գործողությունները, երկրի առաջ ծառացած խնդիրները ամեն մեկի խնդիրն են։ Ես անձամբ պատրաստվում եմ այդ գործողություններում լինել միակամ, միևնույն ժամանակ շարունակ քննարկելով հիմնադիր խորհրդարանի ապագա Հայաստանի համար գծվելիք թե մարտավարական, թե տակտիկական խնդիրները։ Մենք ցեղասպանության հետ կապված երևույթներում նաև մեր հետազոտական վերլուծական գրականության մեջ, նաև մեր հասարակական զգացմունքում շատ ավելի շեշտը դրել ենք կոտորածների վրա։ Անհամեմատ քիչ դրել ենք դիմադրության եւ երբեմն այդ ծանրագույն պայմաններում պատերազմական իրավիճակում գտնվող ահռելի պետական մեքենայի դեմ տարած երբեմն հաղթանակների։ Մինչդեռ սա շատ կարեւոր է եւ ցեղասպանության 100-ամյակին մենք պետք է հնչեցնենք նաեւ հաղթանակի գաղափարը եւ երևույթը։ Սա նույնիսկ անկախ հիմնադիր խորհրդարանի գործողություններից, բայց վերջին հաշվով հիմնադիր խորհրդարանի գործողությունները կարելի է դիտարկել հենց նաև հաղթանակների կոնտեքստում եւ անհրաժեշտաբար պետք է այն դիտարկել նաև հաղթանակների կոնտեքստում, հատկապես եթե հաշվի առնենք, որ հիմնադիր խորհրդարանը իր գործողությունները այս պահին որակում է որպես ազգային ազատագրական գործողություն։ Ազգային ազատագրական գործողությունը դիվանագիտական համարյա գործնականում երբեք չի լինում։ Ազգային ազատագրական գործողությունը դրանք որպես կանոն լինում են բացահայտ ընդվզման գործողություններ եւ կախված թե դրանք ինչ կարգի եւ ինչ բնույթի դիմադրություններ են ստանում, ծավալվում են դրանց համապատասխան։